ամենաշատը ես եմ ուզում խաղաղություն, ինձ թոռնիկներ ունեմ, ինձ երեխեք ունեմ։ Կա մեկը, որ ավելի լավ գիտի խաղաղության գինը, քան նա, ով ամենաթանկն է կորցրել պատերազմում։ Ես չեմ հավատում, որ խաղաղություն կլինի այս պայմաններում, այս ոնց որ ներկայացնում են, ոնց որ կոպիտ ասած խափում են ժողովրդին, խաղաղություն չի էսի։ Չի լինում այդ ձևի խաղաղություն։ Նարեկը ռազմական բժիշկ էր և 2 երեխայի հայր։ 2016-ի ապրիլին հասցրել էր առաջնագծում բազմաթիվ կյանքեր փրկել, ծանր ճանապարհ անցնել ու փառքով վերադառնալ։ 44-օրյային գնաց կամավոր։ Հայրն ասում է առանց երկմտելու, առանց իր հերթին սպասելու, գնաց պատերազմի հենց սկզբից։ Ի պաշտոնե կարող էր զորամասում մնալ ու վիրավորներին տեղում օգնություն ցույց տալ, բայց նա խնդրեց անձամբ գնալ վիրավոր զինակիցների հետևից։ Ինքան ապսրելի տակ, վիրավորվեց, տեղափոխեցին Էրեբունի, ամսի 19-ին էլ հոկտեմբերի, ինքը այնքան կյանք փրկած, իր գոլեգաները իրան կյանքը չփրկեցին։ 16 թվին 20 թվին ընկերները պատմում էին, որ ինքը գալիս էր մեկու մեջ, մեկին ասում է ռուլից հանում էր մեքենայի վարորդին, ուրիշ անստում ասում է քոհերը 92 թվին զոհվել է, ձեր ընտանիքում կորուս կա, դու մի արի, ես գնալու եմ։ Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում, գրված է 19-ամյա հերոսի տապանաքարին։ Ում խոսքերն են, ինչ կապ ունեն նրա հետ, հարցնում ենք։ Պարզվում է, Շանթը իր մտքերը նոթատետրին հանձնելու սովորություն ուներ։ Անմահանալուց հետո նրա հուշերը մեկ գրքում ամփոփվեցին, իսկ տապանաքարին գրքի շապիկն է ու խորագիրը։ Շանթը իրականում քիչ էր խոսում, քան կարող էր և այն ամենը, ինչ պետք էր բարձրաձայն ասել, գրում էր պարզապես։ Որտեղ էր պատերազմի օրերին, ինչ պայմաններում, չի խոսել նաև այս մասին, բայց գրել է իր ու ընկերների ծանր ճանապարհի թեմայով։ Նոթատետրերը հետո են ծնողներին հասցրել։ Այդ տողերում պիտի գտնեին իրենց բոլոր հարցերի պատասխանները, որոնք Շանթը խնամքով շրջանցում էր։ Գրառումները նոթատետրի սկսվում են այսպես, որ սեպտեմբեր 25-ին 21:00 Ջաբրայելի ճամբարային կետից մեզ տեղակայեցին Ցորենի դաշտեր, մեր գնդի կրակային կետ, պատերազմի առաջին օրներ։ Հետո պատմել է Նռնենու մասին, այն ծառի, որի պտուղներով մի քանի օր են անցկացրել առանց սննդի մնացած մարտիկները։ Հետո այդ նույն ծառը հակառակորդի առաջին կրակի թիրախ է դարձել։ Նայեցի կողքերս ամեն ինչ նույնն էր, միայն Նռնենին չկար։ Արկ ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել։ Հիմա դրա տեղում մութ ծուխ էր բարձրանում։ Եվ Շանթի նոթատետրի վերջին տողերը հայրենի հողում խաղաղ քուն մտնելու մասին են։ Որտվինս կյանս հանուն Արցախի հանրապետության, հիշա հավուր մեծի գալստյան արքայության քո։ Պատերազմի մեկնարկի 5-րդ տարելիցին զոհերի շիրիմներին ծաղիկներ է խոնարհում նաև Արցախի նախագահը։ Ասում են, այլևս խաղաղություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հայրենի հողից ու տնից զրկված արցախցիները հավատում են այդ խաղաղությանը, հետաքրքրվում է Էպիկենտրոնը։ Խաղաղությունը կարևոր է, բայց Արցախի մասին չպետք է մոռանալ, ասում է Շահրամանյանը։ Արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաներից, իր սրբություններից։ Ես բազմիցս դա նշել եմ։ Եվ այսօր աչք փակելով այդ հարցի վրա, ես կասեի, որ մեծ խնդիր են ստեղծում հնարավոր է հետագայի համար, թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում, արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի տեսքով։ Արցախի էջը փակված չէ, հակամարտությունը ոչ միայն չի ավարտվել, այլև ավելի է սրվել, համոզված է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
այս ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի։ Երկրորդը կարծում եմ, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի։ Պետք է պայքարել նաև հավաքական վերադարձի պայմանների համար, ասում է Օհանյանը։ Արցախի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն, թեև Երևանն ու Բաքուն համատեղ լուծարեցին Մինսկի խումբը, որը տարիներ շարունակ հենց այս հարցի բանակցային հիմնական հարթակն էր։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։